քիչ առաջ տեղեկացա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խոզարկություն է իրականացրել Հայաստան Դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես աշտարակում, ինչպես նաև խոզարկություն է իրականացրել Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահ ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով եւ մեթոդներով ցանկանում է սահմանափակել եւ կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում են ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու եւ քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է եւ ճղճին եւ նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։ Եվ երկրորդ արձանագրումը, որ ակնհայտ այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը եւ այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով։ Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել այս ամեն ինչը, տեսնել եւ համապատասխան գնահատական հնչեցնել, հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ։ Իսկ մեր համակիրներին, աջակիցներին, ընտրողներին եւ առհասարակ մեր ժողովրդին վստահեցնում որ նման մեթոդներով այս իշխանությունը չի կարող վերարտադրվել։ Նրա միակ հույսը մնացել է ուժային կառույցները նման ապօրինի մեթոդներով մեր շտաբների գործունեությունը խոչընդոտելը, որը արդյունք չի տալու։ Մեր ընկերներին, համակիրներին կոչ եմ անում շարունակել իրենց աշխատանքը, ուշադրություն չդարձնել այս ամեն ինչին եւ ընդամենը 4-5 օրից այս իշխանության ավարտը լինելու է։ Առայժմ այսքանը, լավ մնացեք, դրանց չես տնայով խոսեմ։